Ռեկ։ Դավիթ ռեկա։ Ռեկա։ Հիմա անդրադառնանք նորից Պետրոսյան գյուտին։ Լիդիա ջան, կարող ես ինչ-որ մախրատներ ասել։ Ես ցանկանում եմ այս տարի բոլորին առողջություն, երջանկություն, ով չի փսակվի, ով որ փսակվել է երեխա ունենա։ Եվ այդպես, երջանիկ լինեն բոլորը։ Ով որ զույգա կենտավորվի, ով որ կենտազույգավորվի, խմենք։ Լիդիա ջան, մենք տեսանք, որ ձեր աղջիկը խոհանոցում շատ հմուտ է։ Հա, փսակելու վարդը չկա, Մենք ցանկանում ենք ինչ տիպի Փեսայի ակնկալիքներ ունեք։ շատ ստրոգի պիտի լինեք, տեսեն չթողի ինքը աշխատի, թե չէ որ ինքը աշխատա, լեզու 7 մետր։ Ամա։ Ես խնդրում եմ մեր հեռուստադիտողներին, ով ունի այդպիսի օրինակներ, մեր YouTube-յան էջի կոմենտներում նշեք նրանց էջերը եւ մենք կպատմենք այդ տղաների հետ։ Այս երկում ես խալատ Լիդան եմ, ոչ թե Պետրոսյան բյութի։ Իսկ Լիդիա ջան, ամենաշատը խոհանոցում ինչ եք սիրում դուք պատրաստել։ Ոչ մի բան։ Իսկ ինչ եք սիրում համտեսել։ Ամեն ինչ։ Ամեն ինչ։ Մենք խոսեցինք Պետրոսյան բյութի տնօրենու հետ, նրա աղջիկը Նելի Պոլոյանը, Նեյլ Նելի։ Եվ գնանք նորից Նելիի մոտ տեսնենք, շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ հաճելի էր, տեսություն։ Անդրադառնանք։ Անանում է Սոֆի։ Անահիտն է օգնում, Արուս Կավկազի հետ Նյույորքը։ Տանայնինայնանինայնանայն։ Ներկայացեք։ Անի աղջիկը։ Անի Ամա։ Այո, ձեր մայրիկը որտեղ է աշխատում։ Մեդեսիում։ Մեդեսի